Գևորգյան Սարգիս զոհվածի մայրն եմ, ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի ազգերանի թիվ կարազորում, բայց չեմ հիշում թիվը ճիշտ ասած։ Ծառայել եմ այնտեղ 2 տարի, դեռ 2 տարին չէ լրացել, ճիշտ ասած, տարի 6 ամիս, նոյեմբերի 24-ին դիտեք կատարել։ Վերջին անգամ երբ էիք տեսել ձեր որդուն, եկել էր Արցախ։ Ընդհանրապես չէր եկել արձակուրդ, խոսեցի, ես ճիշտ ասած ցանկություն հայտնեցի, որ գնամ իրեն տեսնեմ, ինքն ասեց, չէ, ես ինձ արձակուրդ եմ տալիս, ես կգամ նոյեմբերի 24-ին, այտենց ավելի հարմար կլինի, բայց ինձ ստացվեց, որ արդեն այս ձևով, այս կարգով եկա։ Թշնամու գնդակից։ Թշնամու գնդակից, Ավագ որդին ես։ Այո, իմ ավագ որդին։ Ձեր սոցիալական վիճակի մասին կասեք, ինչպես եք այսօր Ինչպես մեկ հենց այսպես, որ ասեմ շատ լիարժեք, ոչ մի լիարժեք ոչինչ չկա։ Ո՞վ աշխատում ձեր տանը։ Մեր տանից ամուսինս ու տղաս երկրորդ որդիս գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ես աշխատում եմ, բայց շատ չնչին գումարով ճիշտ ասած։ Ստանում եմ 30,000 դրամ փոխհատուցում որդուս։ Իսկ որևէ սոցիալական ծրագրերում, որևէ աջակցություն։ Ոչ մի աջակցություն, ոչ մի աջակցություն ընդհանրապես։ Ճիշտ ասած, ես 2011 թվականին իմ տան համար որպես կիսակառույց նամակով դիմել էի Սերյանը Հայնյանին, բայց ոչ մի դրական պատասխան չեմ ստացել մինչ այժմ։ Ինչ ունեք, ձեր ունեցվածքը կասեք, մի հատ փոքրիկ կիսակառույց տուն, դուք խնդրում ներկայացրեք, հա։ Մենք ունենք այսպիսի կիսակառույց շենք, որը կառուցվել է 72 թվականին, ու այսպես մնացել է, չենք հնարավորություն չկա ճիշտ ասած վերակառուցելու, հնարավորություն կընտրվի։ Իսկ կհանանք, որ եկավ ձեր այցելության, հա, ձեր տուն եկավ ծրագրի ներկայացրեց, ինչ-որ բան փոխել ձեր կյանքում կամ ինչ-որ կերպ նման միջոցառ, Առաջի դեպքն է, որ նման միջոցառման ենք մեզ երևի չգիտեմ ինչ պահով այդ միջոցառմանը մեզներ են գրավել։ Տղաս զոհվել արդեն 8 տարի։ Այսպես դեռ առաջի դեպքն է, որ սենց հարթազրույց այսպիսի միջոցառման եմ մասնակցել եկա։ Լավ, շնորհակալ ենք։ Անազգին ասեց, չի սկսվում։ Ես տղայիդ հետ մի փոքր կպատմեք, այստեղ ինչ զբաղվում ես։ Ավարտել է դպրոցը գնացել։ Ինքը շատ մեծ նպատակներ ուներ ծառայությունից հետո, ճիշտ ասած, միջնակարգ դպրոցներ ավարտել։ Ու ծառայության ժամանակ այդ ընթացքում ինքը, չգիտեմ, շատ ճիշտ է, ինքը լավ է ծառայել, ոչ մի դժգոհական, ոչ մի բան չկա, շատ գոհ եմ իրանից, ճիշտ ասած, ուղղակի իմ հնարավորությունները չէր ներում, որ ես գնայի, ասենք, իրեն այցելության, երկրորդ որդիս էլ էր ծառայում այդ ընթացքում։ Ինքն էլ ծառայում էր Տավուշի մարզի Բերդում, Բերդ քաղաքի հետ զորամասում, այդ դեպքերից հետո արդեն օրենքի ըստ ինքը իրան արդեն չէ թույլատրում ճիշտ ասած ծառայել այդպես։ Ինքը շատ մեծ նպատակներ ուներ ճիշտ ասած, բայց ցավոք նպատակները չի հաջողվել։ Դպրոցն ավարտել գնացել է։ Դպրոցն ավարտել եմ մի տարի հետո վրանոց ծառայել։ Ինչով էր ստում այստեղ։ Ինքը ճիշտ ասած, չնայած դա անհարմար չի ասելու համար, ինքը հիմնականում անասնապահությամբ այդ ուղղությամբ էր ուզում զբաղվել։ Ճիշտ ասած, ինքը մեծ նպատակ ուներ մեր գյուղում Սուրբ Սարգիս եկեղեցի կար, ասում եմ, որ բանակից գա, եթե լավ լինի, ցանկալի կներ այդ եկեղեցին իմ անունով էր, ես վերակառուցեի, բայց այսպես թել մնաց ամեն ինչ։
ինչ նպատակներ ունենք։ Այդ դեր